Շնորհակալություն հարգելի գործընկերներ, քանի որ ես էլ եմ այդ 50 համալսարանների ցանկում ընդգրկված համալսարանի շրջանառաբարդ, ինչպես իդեպ Սարգիս Խանդանյանը, որը նստած է այստեղ, ես իմ անձնական փորձառությամբ հիմնավորեմ ես նախագծի անհրաժեշտությունը, այդ թվում պարոն Նազարյանի բարձրացրած հարցերի շրջանակում։ Ես սովորել եմ Լոնդոնում 2010-11 թվականներին եւ ճանաչում էի նաև իմ տարեկից զորակոչի ենթակատարաների, որոնք նույնպես սովորում էին, ում ճանաչում էի բոլորը կրթաթոշակով էին այնտեղ, այսինքն ոչ մի հարուստի որդի չկար, ամենայն դեպս իմ ճանաչածների մեջ, ներառյալ ինձ, բոլորս կրթաթոշակով էինք, եւ արդյունքում իմ ճանաչածներից միակ ծառայածը եղա ես։ Միակ մարդը, ով եկավ ծառայից, ես էի, սա չեմ ասում, որ ես լավն եմ մյուսները, բանն եմ ասում, էլի, այսինքն իմ ճանաչած պայմանական 10 հոգի էի ճանաչում, 10-ից մեկն է ծառայել։ Մյուսները ինչ են արել։ Մի մասը, ինչպես պարոն Սարգսյանը ճիշտ նշեց, ընդունվել են ասպիրանտուրա, նույն օրինակ համալսարանում կամ այլ համալսարանում Անգլիայում եւ դրա հիմքով ազատվել են։ Մի մասը հետ են եկել, բայց որովհետեւ իրանք զորակոչային տարիքի չէին, օրինակ տարիքով բարձր մարդիկ կան։ Մի մասը ընդհանրապես հետ չեն եկել։ Հիմա մենք ունենք մեծ մասը հետ չեն եկել իդեպ։ Որովհետև տենց է, մարդ գնում է Անգլիայում է, սովորեց համալսարանը ավարտեց, մանավանդ եթե այնտեղ ասպիրանտուրա է ընդունվում կամ ինչ որ այլ կերպ բանակից ազատվում է, այնտեղ է արդեն իր կյանքը պատկերացնում եւ տենց գնում է առաջ։ Եվ արդյունքում մենք ինչ ենք ունենում։ Ունենում ենք մի իրավիճակ, երբ որ մեր երկիրը, որը մասնագետների կարիք ունի, չի ունենում այդ մասնագետներին։ Այսինքն ով որ գնում է 50 լավագույն համալսարան ավարտում է, իրանց մեծ մասը չի գալիս Հայաստան, ուղղակի կորցնում ենք իրանց։ Այս նախագիծը հնարավորություն է տալիս, որպեսզի ոչ միայն այդ մարդկանց չկորցնենք, այլ նաև իրանց ներուժը օգտագործենք։ Այդքան պարզ բան է եւ նաև լավ, ժամանակս ավարտվեց, այսքան շնորհակալություն։